Եվ այդ ոչ այնքան մեղմ, բայց ներդաշնակ երգ ու նվագի ներքո հացկերեքույց սկսվեց։ Սեղանակիցները մեկը մյուսին ուտելիք ու գինի առաջարկելով ուտում խմում էին հանդարտ ու կիրճ շարժումներով, իսկ տապարներով ու նիզակներով զինված և պանդուստ կանգնած զինվորները ասես քարացել էին իրենց դիրքում։ Գնելը նայում էր այդ զինվորներին և տեսնում էր, թե ինչպես նրանք երբեմն թարթում էին աչքերը սաղավարների տակից կամ լսելով թռչուն չորացած, գուցեև ծարավ շուրթերը։ Եթե չլինեին նրանց այդ շարժումները, կարելի էր կարծել, թե խրտվիլակներ էին կամ արձաններ, այնքան աներեր էին ու անշարժ։ Գեթ մեկը 1000 կամ հոգոց աներ, մտածում էր գնելը, զարմանալով նրանց կարգապահության վրա, որ կարող էին մնալ այդպես անշարժ ու անձայն։ Նա միևնույն ժամանակ խղճում էր նրանց, չհասկանալով, թե ինչու են ստիպել այդ խեղճերին արձանանալ պատերի մոտ։ Հավանաբար ի հարգանս թագավորի, հավանաբար այդպես է սրանց կարգը թագավորներ ընդունելու, դարձյալ մտածում էր գնելը, և հպարտություն էր զգում, որ բյուզանդացիք այդպես պատվում են իր թագավորին, ու նրան թվում էր, որ երգողներն ու նվագողները նույնպես բերված են անշուշտ թագավորին պատվելու համար։ Մինչ սրահի մի անկյունում երգում էին ու նվագում մերթ բարձր, մերթ ցածր, հողում զորականները անխոս ուսում էին և խմում, սեղանի վրա խոսելու իրավունքը վերապահելով իրենց մեծերին, Տերենտին և Ադե զորավարին, որ երբեմն հյուրընկալին հատուկ սիրալիրությամբ ասում էին թագավորին. «Հաճիր արքա», ու մոտեցնում էին նրան այս կամ այն խորտիկը գինին։ Երբեմն էլ տերենը ձեռքով նշան էր անում, որ նվագծուններն ու երգիչները լռեն, իսկ մնացած ժամանակ նրանք նվագում ու երգում էին ուրախական երգեր, երբեմն այնքան հաճելի աշխույժ ձևերով, որ պապը մի քանի անգամ նայեց նրանց ակներև գոհունակությամբ։ «Հաճելի է թե նվագը, թե երգը», ասաց նա, երբ երգն ու նվագը լռել էին առժամ, «և որտեղից է արքա Կոմս»։ Նվագողների և երգիչների այս խումբը արքա կազմված էր մեր զինվորներից, զորավարի ջանքերով, մատնացույց արեց Տերենտը Ադե զորավարին, որ կարծես նուրբ մի քաղաքավարության հետևանքով, թե գուցե իր հարգանս թագավորի, յուրաքանչյուր պատահ ծամում էր հանդարտ և խմում չափավոր։ Մյուս հողում զորավարները ասես նրան հետևելով նույնպես ուտում էին դանդաղ և խմում չափավոր, ինչ որ գնելին թվում էր դարձյալ հարգանքի նշան։ Տերենտը նմանապես խմում էր, բայց ամեն անգամ մի քանի կում, և աշխատում էր ավելի ուշադիր լինել դեպի թագավորը, սիրալիր ձևով գինի կամ ուտելիք մատուցելով նրան։ «Հաճիր արքա»։ Գնելը, որ ուր էր նայում էր, բայց աչքը միշտ դեմը թագավորի վրա էր, նկատում էր, որ պապը զգույշ է պահում իրեն, ոչ շատ ուտում է, ոչ շատ խմում, և գնելը չէր հասկանում՝ դա քաղաքավարություն է, պատշաճություն, թե պարզապես զգուշանում է շատ ուտելուց և ըմպելիքներից։ Ուստի նա հետաքրքրված նայում էր և մյուսներին ու տեսնում էր, որ Բաթն ու Երեմիան նույնպես պատշաճի սահմաններում են պահում իրենց։ Բաթը մինչև իսկ կարծես նեղվում էր սեղանի մոտ, նա այնպես ինքնամփոփ նայվածք ուներ, թվում էր նստել է ակամա, թվում էր անգամ երգն ու նվագը չէին գրավում նրան։ Թագավորը ընդհակառակը, գնելին թվում էր մեծ բավականություն է զգում այդ երգից ու նվագից և հաճախ նայում էր նվագախմբին ու երգչախմբին, աշխատելով կարծես թափանցեր նրանց երգերի խորքը կամ որսալ նվագի հնչյունները։ «Հաճելի է, հաճելի», ասում էր նա հունարեն խոսքն ուղղելով ոչ միայն Տերենտին, այլև սեղանակիցներին, կամենալով կարծես իր պատվին կատարած նվագը չթողնել առանց գնահատության։